Բարև ընկերներ, այսօր շատերի ցանկությունը կիրականանա։ Տարածում ենք տեսանյութը մաքսիմալ շատ, որպեսզի այն հասնի հասցեատերերին։ Այսպես, այսօր խոսելու եմ շատ կարևոր թեմայի մասին, որը հենց մեր հասարակության մեջ ներդրված ական է։ Հիշում եք, որ հարցեր էի ուղղել Նարեկ Կարապետյանին, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան։ Ընկերներ, սա ապացույց, որ Նարեկ Կարապետյանը անձամբ տեսել է իրեն ուղղված հարցերը, սակայն որևէ արձագանք չի տվել։ Հույս ունեմ, որ հենց Նարեկ Կարապետյանը կրկին կդիտի այս տեսանյութը եւ կպատասխանի նախորդիվ հնչած հարցերին։ Չեմ ուզում անվանարկել որևէ ուժի, սակայն լռությունը դիտարկելու եմ համաձայնության նշան։ Ընկերներ, ես ի սկզբանե դեմ եմ արտահայտվել բռնությանը, վիրավորանքին, հայհոյանքին, որը ձեր կողմից ընդունվել է, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ձեզանից։ Բայց կան անձինք, ովքեր հանդիսանալով ընդդիմադիր կոչված ուժերի համակիրներ, իրենց տանը, իրենց ծնողներին ամենօրյա ռեժիմով հասցեագրված հայհոյանքները տեղադրում են մեկնաբանություններում։ Ընդդիմադիր ուժերը, այդ թվում Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, իշխանություններին մեղադրում են հասարակությանը բաժանելու մեջ, սակայն նրանք որևէ բանով չեն տարբերվում գործող վարչախմբից։ Հիմա բացատրեմ, երբ մի ուժ չի կարողանում ազդեցություն ունենալ իր աջակիցների վրա, ապա այդ ուժը կամ թույլ է, կամ էլ հենց իր թելադրանքով է տեղի ունենում հասարակության պառակտումը։ Ովքեր փորձում են հայհոյանքով եւ վիրավորանքով ինքնահաստատվել, ապա ասեմ, որ դրանով միայն ձեր ընտանեկան անբարոյական պատկերն եք ցույց տալիս, ոչ ավելին։ Ես էլ կարող եմ հայհոյել, անգամ հավատացնում եմ, որ սկսեմ հայհոյել, երբեք չեք կարողանա տակից դուրս գալ։ Բայց իմ նպատակը որևէ մեկին վիրավորելը չէ, այլ ընդհակառակը, համախմբումն է, որը այս 38 տարիների ընթացքում ջանասիրաբար խարխլվել է։ Հիմա մի փոքր զրույց էլ ուզում եմ ունենալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ։ Ընկերներ, ես երբևէ անձնական վիրավորանք չեմ հասցրել ձեր առաջնորդին, որքան էլ որ նա իմ համար անընդունելի անձ է ու միշտ այդպես էլ լինելու է։ Իր կառավարման ժամանակ բազմաթիվ ապօրինություններ են եղել, ու դա է հենց պատճառը, որ նա չպետք է վերադառնա իշխանության։ Ես չեմ պատրաստվում վատին փոխել վատ թարագույնով, այլ ցանկանում եմ վատին փոխել իրական հայով։ Ինչևէ, Քոչարյանի սիրելի աջակիցներ, եթե շարունակեք անցնել կոռեկտության սահմանները, ապա վստահեցնում եմ պատասխանը ավելի ուժեղ կլինի, որին դուք պատրաստ չեք։ Հենց դուք եք վիրավորում մեր հասարակությանը, անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական հայացք ունի։ Եթե չեք կարողանում ապացուցել, որ ձեր ղեկավարը Նիկոլից լավն է, ապա ավելի լավ է լռել։ Այս խոսքերիցս չփորձեք ենթադրել, որ ես Նիկոլ Փաշինյանի աջակից եմ կամ ինչ անում եմ նրա համար եմ անում։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, բայց ոչ Սամվել Կարապետյանով, ոչ էլ առավել եւս Սերժ Սարգսյանով։ Իդեպ, փոքրիկ հավելում էլ անեմ, ես գիտեմ ձեր բոլորի շտաբերի տեղերը, անգամ գիտեմ ով որքան գումար է ստանում ֆեյքերով գրոհելու համար, անուն առանուն գիտեմ։ Չփորձեք իմ համբերությունը, վստահեցնում եմ, որ դրանից ես չեմ տուժի։ Ասացներիս հավաստիքն էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հսկայական ջերմոցային տնտեսություն ունի Կոտայքի մարզի Ակունք գյուղում, Հատիս լեռան ստորոտին, որը իդեպ այլ անձի անունով է, բայց անձամբ ղեկավարում է Սեդրակ Քոչարյանը։ Սրա մասին անգամ մեր այսպես ասած ուժայինները չեն խոսել։ Իմ պայքարը հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ է, ոչ թե ձեր, սրանով բավարարվեք։ Վստահեցնում եմ ավելին գիտեմ, քան դուք կարող եք ենթադրել։ Եկեք պահենք մարդկային կոռեկտության սահմանները։ Ոչ ձեր ղեկավարը, ոչ էլ մեկ ուրիշը ձեր համար հայք չեն։ Ընդամենը շատերդ գործիք եք, որպեսզի նրանք գան իշխանության։ Վերջում մենք ենք իրար դեմքին ամեն օր նայելու, իրարից ամաչելու։ Եկեք մի բան պայմանավորվենք։ Ով կփորձի վիրավորել դիմացինին, ապա նա գնում է սև ցուցակ ու ինքը ամենաանբարոյական անձն է իր ընտանիքի հետ համատեղ։ Այսօր այսքանը, վաղվանից անցնում ենք Երևանին, կսկսվի երևանյան օրերը։ Հարգանքներով, ձեր Հայը։